Մեր երկրում այսօր տեսեք երևույթներ կան, որ ընդ որում մենք այդ երևույթները շարունակաբար հանդուրժում ենք, բայց աշխարհի ուրիշ ոչ մի երկրում նման բան չի հանդուրժվի։ Ասենք օրինակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետությունում կարող են քաղաքական գործունեություն ծավալել։ Ընդ որում ամենառադիկալ հայացքներ արտահայտելով։ Ովքեր են Հայաստանում ակտիվ քաղաքականությամբ զբաղվող, բայց քաղաքացիություն չունեցող ընդդիմադիր գործիչները, ում նկատի ունի վարչապետը, ազգային ժողովի նախագահը անուններ չի տալիս, բայց Նիկոլ Փաշինյանի ասածը կասկածի տակ չի դնում։ Այո, եթե վարչապետը ասում է ազգային անվտանգության ծառայության շենքում, բնական է, որ նման բան կա եւ դուք նես չի, որ ես առաջինն եմ կամ վարչապետը առաջինն է, որ տես բան է ասում։ Իսկ չեք տեսել, որ ասում են Հայաստանի Հանրապետությունը դե իր անվտանգությունը չի կարող ապահովել, դրա համար պետք է ինքը անդամակցի որևիցե միության։ Չեք լսել տենց արտահայտություն։ Սա առաջին լսել եք։ Ես չգիտեմ դրա մաս դուք կոնկրետացում եք ուզում։ Ես ձեզ ասում եմ, ես դրա իրավունքը չունեմ անելու։ Կառավարության ղեկավարը 3 ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրենին ներկայացնելիս նաև ասել էր, թե պետք է նման իրավիճակները կանխելու օրենսդրական մեխանիզմներ մշակել։ Նիկոլ Փաշինյանը սակայն չէր մանրամասնել օրենսդրական կոնկրետ ինչ արգելքների մասին է խոսքը։ Ազգային ժողովի նախագահն այսօր ասաց, տեղյակ չէ ինչ նախաձեռնության մասին է խոսել վարչապետը։ Մինչ այժմ ՔՊ-ում նման քննարկում չեն ունեցել։ Փաշինյանը նաև ասում էր, թե նույն Հայաստանի քաղաքացիություն չունեցող այդ անձինք սահմանադրական կարգը տապալելու կոչեր են անում։ Սա աներևակայելի եւ անթույլատրելի բան է եւ ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ չեմ կարող նման բան հանդուրժել։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ առանց անուններ տալու այսպիսի հայտարարություններ անելով Փաշինյանը շարունակում է երկիրը պառակտելու իր քաղաքականությունը։ Խաչատրյանը չի բացառում, որ քաղաքացիական պայմանագրից փորձեն անգամ երկքաղաքացիությունն արգելել։ Ասեն հանձնեք անձնագրերից մեկ։ Ակնհայտ է, ցանկացած օրենք կարող են փոխել, սահմանափակել, ինչը եւ կարծում եմ կանեն, որովհետեւ այսօր Փաշինյանը միանձնյա միահեծան բռնակալությունը ոչ թե հաստատելու, այլ հզորացնելու ճանապարհին է եւ քաղաքական ահաբեկչության է դիմում բոլոր այլախոհների նկատմամբ։ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի հետ երեկվա հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ըստ էության հանձնարարեց ավելի լրջորեն զբաղվել, ինչպես ինքը ձևակերպեց ազդեցության գործակալներով։ Փաշինյանն ու թիմակիցները այսպես են դիմում հատկապես խորհրդարանական ընդդիմությանը նրանց հետ բանավեճերի ընթացքում։ Կառավարության ղեկավարը թեև ընդունեց, որ քրեական օրենսգիրքը սրա վերաբերյալ հստակություններ չի պարունակում, բայց եւ պնդեց, պետք է դրանց անդրադառնալու հնարավորություններ լինեն։ Ազդեցության գործակալների համակարգը հիբրիդային սպառնալիքների համատեքստում թիրախավորում է մեր պետությունը, մեր ինքնիշխանությունը, մեր ինքնուրույնությունը, որը ընդ որում արտահայտվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփական երկրի ճակատագիրը որոշելու իրավունքի, իրավասության, ազատության համակարգը կասկածի տակ դնելով եւ քայքայիչ գործողություններ իրականացնելով։ Բոլոր նրանք, ովքեր պահանջում են համանդրության տեքստից հանել անկախության հռչակագրի վրա հղումը, Ադրբեջանի ազդեցության գործակալներ են եւ Ադրբեջանի ազդեցության գործակալները խստիվ պետք է Հայաստանի Հանրապետությունում պատժվեն։ Թուրքիայի ազդեցության գործակալները խստիվ պետք է Հայաստանի Հանրապետությունում պատժվեն, որովհետև նրանց գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգ է ներկայացնում, լինի վարչապետ, լինի падգամավոր։ Քաղաքացիական պայմանագրի անդամները, այդ թվում վարչապետը, հաճախ են մեղադրում ընդդիմադիրներին ռուսական շահերը սպասարկելու, ընդդիմադիրներն էլ Փաշինյանին ու մյուս ՔՊԱ-ականներին թուրք-ադրբեջանական օրակարգը առաջ մղելու համար։